Ինչ անել, երբ թշնամիտ քանդում է կյանքդ, իսկ Աստված կարծես թե լռում է։ Պատկերացրեք ձեր ձեռքերով ստեղծած սրբությունը, ձեր հոր ժառանգությունը փշրված գետնին։ Այն խաչքարը, որի վրա ձեր հայրն իր կյանքի վերջին տարին էր աշխատել, ջարդված է փողին երկրպագող մարդկանց կողմից։ Դուք բռունցքներն այնպես եք սեղմում, որ արյուն է հոսում, իսկ քարի բեկորները թվում են հենց ձեր հոգու բեկորները։ Ինչպես ներել սա։ Ինչպես սիրել այսպիսի թշնամու։ Այսօր մենք կբացահայտենք, թե ինչպես է հասարակ արհեստավորը գտնում է այն միակ աստվածային զենքը, որն անզոր է դարձնում ամենահզոր թշնամուն։ Բայց ամենակարևորը, դուք կտեսնեք, թե ինչպես «սիրիր թշնամուդ» պատվիրանը դադարում է լինել ուղղակի գեղեցիկ խոսք և վերածվում է իրական ուժի, որը կարող է փոխել անգամ ամենաքարացած սիրտը։ Սա ուղղակի պատմություն չէ, սա բանալի է ձեր սեփական անհնարին թվացող պայքարների համար։ Բաժանորդագրվեք հիմա և մեկնաբանություններում գրեք ձեր քաղաքը, տեսնենք քանիսն ենք մենք։ Մուրճի հարվածները ռիթմիկորեն արձագանքում էին Երևանի հին թաղամասի նեղ փողոցներում, որտեղ Գևորգի խաչքարագործական արհեստանոցի քարե պատերը դարերի իմաստություն էին կրում։ 45-ամյա վարպետի ձեռքերում անշունչ տուֆի քարը վերածվում էր հավատքի ժանյակի, յուրաքանչյուր զարդանախշ մի աղոթք, յուրաքանչյուր խաչ հավերժության խոստում։ Քարի սառը փոշին, խառնվելով արևի շոհերին, ոսկեգույն մշուշ էր ստեղծում օդում, որտեղ լսվում էր միայն հատիչի երգը։ Գևորգի կողքին կանգնած էր նրա 18-ամյա աշակերտը, Սարգիսը, մի երիտասարդ, ում աչքերում վարպետի երազանքն էր վառվում։ Նա զգուշությամբ կրկնում էր ուսուցչի շարժումները, փորձելով քարից կորզել նույն ներդաշնակությունը։ «Զգա քարի շունչը, Սարգիս ջան», հաճախ էր ասում Գևորգը, «այն կենդանի է, եթե սիրով մոտենաս, նա քեզ կբացի իր գաղտնիքները»։ Խաչքարը մեր զրույցն է Աստծո հետ, որը դարեր է դիմանում։ Այդ առավոտ նրանք աշխատում էին մի մեծ խաչքարի վրա, որը պիտի զարդարեր Գյումրիի վերականգնվող Սուրբ Նշան եկեղեցու բակը։ Այն պետք է խորհրդանշեր հավատքի անպարտելիությունը՝ ի հեչուքս բոլոր փորձությունների։ Արհեստանոցի հնամաշ փայտե դուռը ճառալով բացվեց, և ներս մտած տղամարդու ներկայությունը միանգամից խախտեց ստեղծագործական լռությունը։ Նրա թանկարժեք կոշիկների տրոփյունը խուլ հնչեց քարե հատակին, իսկ սուր օծանելիքի բույրը կտրուկ հակադրվեց քարի փոշու և ձիթալամպի բնական հոտին։ Դա Տիգրանն էր, քաղաքի ամենաազդեցիկ կառուցապատողներից մեկը, մի մարդ, ում սառը հայացքում փողի փայլն էր միայն արտացոլվում։ Նրա կողքին կանգնած էին երկու թիկնապահներ, որոնց քարե դեմքերը ոչ մի զգացմունք չէին արտահայտում։ «Գևորգ վարպետը դուք եք», հարցրեց Տիգրանը, արհամարհանքով շուրջը նայելով, կարծես գնահատում էր ոչ թե արվեստի գործերը, այլ քառակուսի մետրերը։ Գևորգը առանց աչքերը կիսատ գործից կտրելու գլխով արեց։ «Լսել եմ ձեռքերդ ոսկի են, բայց էս փոշոտ անկյունում ես թաղում տաղանդդ», շարունակեց Տիգրանը, մոտենալով սեղանին։ «Ես քեզ առաջարկ ունեմ, որից միայն հիմարը կհրաժարվի։ Ես գնում եմ այս ամբողջ թաղամասը, այստեղ կառուցվելու է ժամանակակից համալիր։ Քո այս հնոտի համար այնքան կվճարեմ, որ կարող ես Երևանի կենտրոնում ապակեպած սրահ բացել, ոչ թե այս, քարանձավում փտես»։ Տիգրանի օգնականը սեղանին դրեց կաշվե բայուսակ և բացեց այն։ Ներսում կանխիկ դրամի կապոցներ էին, կոկիկ դասավորված։ Գումարն այնքան շատ էր, որ մի պահ Սարգսի շունչը կտրվեց։ Նա սկսեց մտովի հաշվել, թե ինչեր կարելի է անել այդ փողով։ Վերանորոգել վարպետի տունը, գնել նոր ժամանակակից գործիքներ, միգուցե նույնիսկ իր ուսման վարձը վճարել։ Գևորգը, սակայն, նայեց ոչ թե փողերին, այլ Տիգրանի աչքերին։ Այնտեղ նա տեսավ ոչ թե գործարարի, այլ նվաճողի հայացք։ Հետո նրա հայացքը սահեց դեպի պատին փակցված իր պապի սև ու սպիտակ լուսանկարը, որտեղ նա կանգնած էր հենց այս նույն արհեստանոցում, ձեռքին մուրճ ու հատիչ։ «Սա իմ պապի տունն է», հանգիստ, բայց ամուր ձայնով ասաց Գևորգը։ «Հետո իմ հորը, հիմա իմը։ Այս պատերը ոչ թե քարից են, այլ աղոթքից, իսկ աղոթքը չի վաճառվում, պարոն Տիգրան»։ Տիգրանի դեմքը քարացավ, նրա բարեհամբույր դիմակը պատռվեց։ «Կարծես թե լավ չհասկացար, վարպետ», սառը ասաց նա, «սա խնդրանք չէ, կամ դու կվերցնես այս գումարը և կհեռանաս բարով, կամ միևնույն է, այստեղ համալիր կկառուցվի, բայց դու կմնաս փողոցում։ Ընտրությունը քոնն է, հարուստ ապրել, թե սկզբունքներով սոված մնալ»։ Տիգրանն ու իր մարդիկ հեռացան, դուռը շրխկացնելով, կարծես վերջակետ դնելով զրույցին։ Սարգիսը շփոթված նայում էր վարպետին։ «Վարպետ, բայց
Միգուցե նա ճիշտ է, մենք կարող էինք։ Գևորգը նրա ուսին դրեց իր ամուր, քարի փոշով պատված ձեռքը։ Սարգիս, կան բաներ, որոնք գին չունեն։ Սա մեր արմատներն են։ Եթե կտրենք դրանք, կչորանանք, ինչպես անապատում մնացած ծառը։ Հիմա գնա, տուն գնա, վաղը ծանր օր է լինելու։ Այդ գիշեր Գևորգը չկարողացավ քնել։ Նա նստած էր արհեստանոցում, մոմի լույսի տակ նայում էր կիսատ մնացած խաչքարին։ Տիգրանի խոսքերը պտտվում էին մտքում։ Նրա կինը, Անահիտը, հիվանդ էր, դեղերի համար գումար էր պետք, բանկի վարքը պետք էր փակել։ Մամոնան հարվածում էր ամենացավոտ տեղերին։ Նա ծնկի իջավ քարե հատակին, խաչակնքեց և սկսեց աղոթել ոչ թե բարերով, այլ հոգու խորքից եկող հառաչանքով։ Տեր իմ, Հիսուս, մի թողնիր ինձ, ցույց տուր ճիշտ ճանապարհը, ուժ դուր դիմանալու այս փորձությանը, չէ որ ասել ես՝ մի վախեցիր, միայն հավատա։ Աղոթքը նրան խաղաղություն բերեց, բայց նա գիտեր, որ պատերազմը նոր է սկսվում։ Հաջորդ առավոտ Տիգրանի սպառնալիքը դարձավ շոշափելի իրականություն։ Արհեստանոցի դիմաց հայտնվեց հսկայական բուլդոզեր, որի շարժիչի դղրդյունը կարծես ցնցում էր թաղամասի հիմքերը։ Դրա կողքին մի խումբ շինարարներ էին, մռայլ դեմքերով, ովքեր սկսեցին ցանկապատել հարակից տարածքը, փաստացիորեն արգելափակելով մուտքը դեպի Գևորգի արհեստանոց։ Հարևանները, ովքեր արդեն վաճառել էին իրենց տները, լուռ հետևում էին պատուհաններից, ոմանք կարեկցանքով, ոմանք վախով։ Գևորգն ու Սարգիսը կանգնած էին դռան շեմին, անզոր դիտելով, թե ինչպես են իրենց աշխարհի շուրջ պատեր կառուցում։ «Ինչ ենք անելու, վարպետ», հարցրեց Սարգիսը, նրա ձայնի մեջ հուսահատություն կար։ «Այսպես ոչ մի պատվիրատու չի կարողանա մոտենալ»։ Գևորգը լուռ էր, նրա բռունցքները սեղմված էին, իսկ հայացքը հարված էր բուլդոզերի պողպատե շերեփին, որը թվում էր չարի ժպիտի պես։ Նա գիտեր, որ սա ընդամենը սկիզբն է։ Տիգրանը խաղում էր իր նյարդերի հետ, դանդաղ սեղմելով օղակը։ Երեկոյան Գևորգի փոքրիկ տանը լարվածությունը կտրելու դանակ չկար։ Սեղանին դրված ընթրիքը սառել էր, ոչ ոք դրան ձեռք չէր տալիս։ Գևորգը, նրա կինը Անահիտը և նրանց այցելության եկած Գևորգի կրտսեր եղբայրը Լևոնը նստած էին լուռ։ Լևոնը 22 տարեկան էր, տաքարյուն, իրավաբանական ֆակուլտետի ուսանող, ով աշխարհին նայում էր օրենքի և ուժի տեսանկյունից։ Նա չէր կարողանում հանդուրժել եղբոր պասիվությունը։ «Ես չեմ հասկանում քեզ, Գևորգ», վերջապես պայթեց նա, բռունցքով խփելով սեղանին։ «Մինչև երբ պիտի նստենք ու սպասենք, այդ սրիկան քեզ կենդանի թաղում է, իսկ դու աղոթքներ ես մրմնջում։ Սա 21-րդ դարն է, ոչ թե միջնադարը, պետք է գործել»։ Անահիտը փորձեց հանգստացնել նրան։ «Լևոն ջան, խնդրում եմ, Գևորգն ամեն ինչ ճիշտ է անում, մենք պետք է հավատանք Աստծուն»։ «Հավատանք», կատաղեց Լևոնը, «մինչև մենք հավատանք, Տիգրանը կգա ու մեր տունն էլ գլխներիս կփլի։ Ես լուծում ունեմ, իմ ընկերոջ հայրը ուժեղ փաստաբան է, կարող ենք հակընդդեմ հայց ներկայացնել։ Կգտնենք Տիգրանի անօրինական գործարքները, կբարձրացնենք աղմուկ մամուլում, պետք է կռվել նրա զենքով, կրակի դեմ կրակով»։ Գևորգը խորը շունչ քաշեց և վերցրեց սեղանի վրա դրված հին, կաշվե կազմով ավետարանը, որը ժառանգություն էր մնացել իր պապից։ Նա բացեց Մատթեոսի ավետարանի 5-րդ գլուխը։ «Լևոն, լսիր, թե ինչ է ասում մեր Տերը, սա է մեր միակ զենքը»։ Նա սկսեց կարդալ հանգիստ, բայց հստակ ձայնով։ «Ես ձեզ ասում եմ, մի ընդդիմացեք չարին, այլ եթե մեկը քո աջ ծնոտին ապտակ տա, նրան մյուսն էլ դարձրու»։ Լևոնը ծաղրական քմծիծաղ տվեց։ «Դու լուռ ես, այսինքն թողնենք, որ Տիգրանը մի հատ էլ ապտակ տա։ Գևորգ, ուշքի արի, քո այս հնազանդությունը վախկոտություն է, ոչ թե հավատք»։ «Դու չես հասկանում», փորձեց բացատրել Գևորգը, «սա վախկոտություն չէ, սա ուժ է։ Չարին չարով պատասխանելով, մենք իջնում ենք նրա մակարդակին, խաղում ենք նրա կանոններով։ Իսկ Տերը մեզ առաջարկում է բարձրանալ դրանից վեր։ Երբ դու մյուս թուշտ ես դարձնում, դու ցույց ես տալիս, որ նրա չարությունը քեզ վրա իշխանություն չունի, դու կոտրում ես բռնության շղթան»։ Բանավեճը թեժանում էր, ընտանիքը բաժանվել էր երկու ճամբարի։ Լևոնը պնդում էր, որ պետք է պայքարել ռեալ մեթոնք, իսկ Անահիտը պաշտպանում էր ամուսնու հոգևոր դիրքորոշումը։ Սառած ընթրիքի սեղանի շուրջ ոչ թե ընտանիք էր հավաքվել, այլ երկու հակամարտող աշխարհայացք։ Հաջորդ օրը կիրակի էր։ Ընտանիքը, չնայած ներքին լարվածությանը, միասին գնաց թաղամասի Սուրբ Սարգիս եկեղեցի։ Գևորգը հույս ուներ, որ Սուրբ Պատարագը և հոգևոր հովվի խոսքը կմեղմեն Լևոնի սիրտը։
Նրանց հոգևոր հայրը Տեր Հովհաննեսը իմաստուն եւ հարգված քահանա էր, ում խոսքը միշտ կշիռ ուներ։ Այդ օրը նրա քարոզը լեռան քարոզի մասին էր, հենց այն հատվածի, որը նախորդ երեկո դարձել էր վեճի առարկա։ Սիրելի հավատացյալներ, ասում էր Տեր Հայրը խորանից, Տիրոջ խոսքերը մի ընդդիմացեք չարին, հաճախ սխալ են հասկացվում։ Սա կոչ չէ անգործության կամ ստրկամտության, սա կոչ է հոգևոր հեղափոխության։ Երբ Հռոմեացի զինվորը հրեային ստիպում էր իր բեռը տանել մեկ մղոն, դա օրենքի պահանջն էր, նվաստացում։ Բայց երբ Տերն ասում է նրա հետ 2 մղոն գնա, նա առաջարկում է զարմացնել բռնակալին։ Երկրորդ մղոնը այլևս ստրկություն չէ, այլ կամավոր ընտրություն, ազատ մարդու քայլ։ Այդ քայլով դու ցույց ես տալիս, որ քո արժանապատվությունը ոչ ոք չի կարող խլել։ Դու հաղթում ես չարին, բարությամբ։ Գևորգը հայացքով փնտրեց եղբորը։ Լևոնը կանգնած էր ձեռքերը խաչած, նրա դեմքին դեռ անհամաձայնություն էր գրված։ Քահանայի խոսքերը կարծես չէին հասնում նրան։ Նա իր ճշմարտությունն ուներ, իրավաբանական կոդեքսների եւ մարդկային արդարության ճշմարտությունը, որը խորթ էր աստվածային սիրո պարադոքսալ տրամաբանությանը։ Պատարագից հետո Գևորգը մոտեցավ Տեր Հովհաննեսին։ Տեր Հայր, ես իսկապես փորձում եմ հետևել Տիրոջ խորհրդին, բայց իմ ընտանիքը, նրանք ինձ չեն հասկանում, ես զգում եմ, որ մենակ եմ մնացել այս պայքարում։ Տեր Հովհաննեսը բարի ժպտաց։ Քրիստոս էլ էր մենակ Գողգոթայի ճանապարհին որդիս, բայց նա գիտեր, որ Հայրը իր հետ է։ Քո հավատքը փորձվում է, մի վհատվիր, շարունակիր աղոթել, նաև Լևոնի համար։ Սերմը ցանված է, Աստված իր ժամանակին կաճեցնի այն։ Գևորգը հասկացավ, որ իր առջև դրված խաչը ավելի ծանր էր, քան կարծում էր։ Նա պետք է պայքարեր ոչ միայն արտաքին թշնամու, այլև իր հարազատների անհավատության դեմ։ Տեր Հովհաննեսի խոսքերը զարմացրու բռնակալին օրեր շարունակ հանգիստ չէին տալիս Գևորգին։ Նա հասկանում էր, որ իրավական կամ ֆիզիկական պայքարը դատապարտված է ձախողման։ Տիգրանի աշխարհում փողն ու ուժն էին թագավորում, իսկ Գևորգը զուրկ էր երկուսից էլ։ Միակ ճանապարհը հոգևորն էր, բայց ինչպես անել այդ աներևակայելի քայլը, ինչպես գնալ այն երկրորդ մղոնը, երբ առաջինն իսկ քեզ տանում է դեպի անդունդը։ Երկար մտորումներից եւ աղոթքներից հետո նրա սրտում մի որոշում հասունացավ, միամիտ, գուցե եւ հիմար թվացող, բայց միակը, որը բխում էր ավետարանի տրամաբանությունից։ Նա որոշեց Տիգրանին նվեր տանել։ Ոչ թե կաշառք, ոչ թե հաշտության նշան, այլ պարզապես նվեր, առանց որևէ ակնկալիքի։ Նա վերցրեց մի փոքրիկ, բայց չափազանց նրբորեն մշակված տուֆի կտոր եւ 2 օր ու գիշեր առանց քնի ու դադարի դրա վրա քանդակեց մի փոքրիկ, բայց կենդանի խաչքար, կենաց ծառ զարդանախշով։ Այն այնքան գեղեցիկ էր, որ թվում էր ոչ թե մարդու ձեռքով է ստեղծվել, այլ բնությունից է ծնվել։ Ձեռքին խնամքով փոթաթված նվերը Գևորգը ուղևորվեց դեպի Տիգրանի գրասենյակ։ Նրա սիրտը բաբախում էր, իսկ ափերը քրտնել էին։ Նա իրեն զգում էր Դավթի պես, ով առանց զենք ու զրահի գնում էր Գոլիաթի դեմ։ Տիգրանի փայլուն, ապակեպատ գրասենյակը նման էր մեկ այլ աշխարհի, սառը, անհոգի եւ շքեղ։ Երկար սպասումներից հետո քարտուղալուհին թույլ տվեց նրան ներս մտնել։ Տիգրանը նստած էր իր հսկայական սեղանի մոտ հեռախոսով ինչ-որ մեկի վրա գոռալով։ Նա ձեռքի շարժումով ցույց տվեց, որ Գևորգը նստի։ Երբ խոսակցությունն ավարտվեց, նա սառը հայացքով նայեց Գևորգին։ Դե, լսում եմ, եկել ես ընդունես իմ առաջարկը։ Գևորգը լուռ մոտեցավ սեղանին եւ զգուշությամբ բացեց փաթեթը։ Սա ձեզ համար է, կամաց ասաց նա։ Տիգրանը զարմացած վերցրեց փոքրիկ խաչքարը։ Մի պահ նրա դեմքին զարմանքի նշույլ երևաց։ Նա մատներով շոշափեց քարին նուրբ զարդանախշերը, զգաց դրա սառը, բայց կենդանի մակերեսը։ Գևորգի սրտում հույսի մի կայծ թրթրաց, գուցե հրաշք լինի։ Բայց հաջորդ պահին Տիգրանի դեմքը կրկին քարացավ։ Գեղեցիկ է, ասաց նա անտարբեր ձայնով, բայց ես քո քարերի կարիքը չունեմ։ Ես քո հողի կարիքն ունեմ։ Եվ նա, առանց վարանելու, խաչքարը նետեց սեղանի տակ դրված աղբամանի մեջ։ Քարի, մետաղին դիպչելու չոր ձայնը որոտի պես հնչեց Գևորգի ականջներում։ Գևորգը դուրս եկավ գրասենյակից, կարծես հոգին մարմնից հանած լինեին։ Նվաստացումը, անզորությունն ու հիասթափությունը խեղդում էին նրան։ Նա քայլում էր փողոցով, չնկատելով ոչ մարդկանց, ոչ մեքենաներին։ Նրա միամիտ հավատքը փշրվել էր, ինչպես իր ձեռքով ստեղծած խաչքարը։ Ինչու Տեր, մրմնջում էր նա, ես արեցի այն, ինչ դու պատվիրեցիր։ Ես մյուս թուշս դարձրի, իսկ նա ավելի ուժեղ հարվածեց։
Ես նրան բարությամբ պատասխանեցի, իսկ նա իմ բարությունը ոտնատակ արեց։ Միթե քո խոսքերը ուժ չունեն այս աշխարհում։ Նա զգում էր, որ իր հավատքը ճաքեր է տալիս։ Մարդկային տրամաբանությունը գոռում էր, որ Լևոնն էր ճիշտ, որ այս աշխարհում միայն ուժին են հարգում, իսկ խոնարհությունը թուլության նշան է։ Նա հասավ տուն ջախջախված, հոգեպես սպանված։ Անահիտը, տեսնելով նրա դեմքը, ամեն ինչ հասկացավ առանց խոսքերի։ Նա լուր գրկեց ամուսնուն, փորձելով իր սիրով բուժել նրա վիրավոր հոգին։ «Մի հանձնվիր, Գևորգ ջան», շշնջաց նա, «Սատանան հենց դրան է սպասում։ Նա ուզում է, որ դու կասկածես Աստծո զորությանը։ Փորձությունը ծանր է, բայց Աստծո ողորմությունն ավելի մեծ է»։ Այդ երեկո նրանց այցելեց Տեր Հովհաննեսը։ Նա կարծես զգացել էր Գևորգի հոգեկան տվայտանքը։ Նրանք երեքով նստեցին խոհանոցում վառվող մոմի լույսի ներքո։ Գևորգը պատմեց ամեն ինչ, չթաքցնելով իր զայրույթն ու հիասթափությունը։ Տեր հայրը երկար լսեց, ապա ասաց. «Գևորգ, որդիս, դու քաջ քայլ ես արել, բայց դու մի բան սխալ ես հասկացել։ Տիրոջ պատվիրանը կախարդական փայտիկ չէ, որը թափահարես ու թշնամիտ միանգամից կդառնա գառնուկ։ Դու գնացիր երկրորդ մղոնը, բայց քո սրտի խորքում դու դեռ հրաշքի էիր սպասում, ակնկալում էիր, որ Տիգրանը կփոխվի։ Իսկ Տերն ասում է՝ արա բարին անկախ արդյունքից։ Քո գործը սեր մցանելն է, ոչ թե բերքը հավաքելը։ Բերքը Աստված է տալիս, երբ ժամանակը գա։ Բայց իմ սերմը քարքարոտ հողի վրա ընկավ, Տեր հայր, դառնորեն պատասխանեց Գևորգը։ Իսկ դու գիտես, թե ինչ է կատարվում քարի տակ, շարունակեց քահանան։ Գուցե հենց հիմա քո այդ փոքրիկ խաչքարը, որը նա նետեց աղբամանը, փուշ է դարձել նրա խղճի մեջ։ Գուցե նա գիշերը չի կարողանում քնել, հիշելով քո հայացքը։ Չարը հաղթանակած է թվում, բայց բարու ամենափոքր սերմն անգամ իր մեջ կյանքի անսպառ զորություն ունի։ Դու չպարտվեցիր, Գևորգ, դու հենց նոր սկսեցիր իսկական պայքարը։ Պայքար ոչ թե Տիգրանի, այլ նրա հոգու մեջ բնակվող չարի դեմ։ Եվ այս պայքարում քո զենքը ոչ թե քարն է, այլ սերն ու աղոթքը։ Քահանայի խոսքերը բալասան էին Գևորգի վերքոտ հոգու համար։ Նա հասկացավ, որ դեռ ճանապարհի սկզբում է, և իր առջև ավելի մեծ փորձություններ են սպասվում։ Նա պետք է սովորեր սիրել ոչ թե փոխադարձ սիրո ակնկալիքով, այլ անշահախնդիր, ինչպես արևն է շողում և բարիների, և չարերի վրա։ Տիգրանը, տեսնելով, որ ուղղակի ճնշումն ու նվաստացումը չեն կոտրում Գևորգի համարությունը, որոշեց փոխել մարտավարությունը և հարվածել ամենացավոտ տեղին՝ նրա բարի անվանը։ Մի քանի օր անց տեղական ոչ այնքան հայտնի, բայց շատ ընթերցվող թերթերից մեկում հայտնվեց մի մեծ հոդված՝ «Վարպետի կեղծ դիմակը» վերնագրով։ Հոդվածում առանց ուղղակիորեն անուններ տալու, բայց շատ թափանցիկ ակնկալներով պատմվում էր մի խաչքարագործի մասին, ով, թաքնվելով բարեպաշտության դիմակի տակ, տարիներ շարունակ խաբել է իր պատվիրատուներին, օգտագործելով անորակ նյութեր և ուռճացնելով գները։ Հոդվածում նշվում էր, որ այժմ, երբ հայտնի բարերարը ցանկանում է բարեկարգել հին թաղամասը, այդ վարպետը շանտաժի միջոցով փորձում է աստղաբաշխական գումար կորզել։ Զրպարտությունը հմտորեն էր հյուսված, կիսաճշմարտությունները խառնված էին բացահայտ ստի հետ, և արդյունքում ստացվել էր մի պատկեր, որը Գևորգին ներկայացնում էր որպես ժլատ երկերեսանի խաբեբա։ Հարվածը սարսափելի էր։ Գևորգի համար, ով իր ամբողջ կյանքում առաջնորդվել էր պատվի և ազնվության սկզբունքներով, սա ավելի վատ էր, քան ֆիզիկական բռնությունը։ Լուրը կայծակի արագությամբ տարածվեց փոքրիկ թաղամասում։ Մարդիկ, ովքեր երեկ նրան հարգանքով էին ողջունում, այսօր կամ խուսափում էին նրա հայացքից, կամ նայում էին կասկածանքով։ Ամենադաժան տեսարանը տեղի ունեցավ շուկայում։ Գևորգի մայրը, տիկին Վարդուհին, մի պարզ բարի կին, ով իր ողջ կյանքն ապրել էր այդ թաղամասում և բոլորին ճանաչում էր, գնացել էր իր սովորական գնումներն անելու։ Երբ նա մոտեցավ կանաչեղենի վաճառողուհուն Սոնային, ում հետ տասնյակ տարիների բարեկամություն ուներ, վերջինս ձևացրեց, թե չի նկատում նրան։ «Սոնա ջան, մի կապոց թարխուն կկշռես», ասաց տիկին Վարդուհին։ Սոնան, առանց նրա կողմը նայելու, կոպիտ պատասխանեց. «Թարխուն չկա»։ «Բայց չէ՞ որ աչքիս առաջ դրված է», զարմացավ տիկին Վարդուհին։ «Ասում եմ չկա, ուրեմն չկա», կտրուկ ասաց Սոնան։ «Ուրիշ տեղից գնեք»։ Տիկին Վարդուհին քարացել էր տեղում։ Նրա շուրջը կանգնած մյուս կանայք շշուկներով ինչ-որ բան էին խոսում և թաքուն նայում նրան։ Նա հասկացավ, որ թերթի թույնն արդեն հասցրել էր թունավորել բոլորի սրտերը։ Արցունքներն աչքերին, դատարկ զամբյուղով նա վերադարձավ տուն։
Այդ երեկո Գևորգի տանը մթնոլորտը գերեզմանային էր։ Տիկին Վարդուհին լուռ լաց էր լինում, իսկ Գևորգը նստած էր, բռունցքները սեղմած, նայելով այն թանկարժեք խաչքարին, որի վրա իր հայրն էր աշխատել կյանքի վերջին տարում, եւ որը կոտրվել էր Տիգրանի մարդկանց կողմից։ Մարմարի բեկորները նրան թվում էին իր սեփական ընտանիքի պատվի բեկորները։ Լևոնը քայլում էր սենյակում, առյուծի պես վանդակում։ Տեսակ, գոռում էր նա, սա է քո մյուս թուժ դարձնելու արդյունքը, դու նրան խաչքար ես նվիրում, նա քո պանունը ցեհի հետ է հավասարեցնում։ Հիմա ինչ ես անելու, գնալու ես թերթի խմբագրություն ու նրանց էլ խաչքար նվիրես։ Մինչև երբ պիտի թույլ տանք, որ մեզ ոտնատակ անեն։ Մարդիկ մեզանից երես են թեքում, մայրս չի կարողանում շուկայից հաց գնել, սա է քո քրիստոնեությունը։ Գևորգը չէր պատասխանում։ Նա ինքն էլ չգիտեր պատասխանը։ Նրա ներսում սարսափելի պայքար էր ընթանում։ Մի կողմից Քրիստոսի խոսքերն էին. «Երանի ձեզ, երբ ձեզ նախատեն ու հալածեն եւ իմ պատճառով ձեր մասին ամեն տեսակ չար խոսքեր ասեն ստությամբ»։ Մյուս կողմից իր տղամարդկային արժանապատվությունն էր, իր ընտանիքի պատիվը, որը ոտնահարվում էր։ Ճնշումը դարձել էր անտանելի։ Նույնիսկ Տեր Հովանեսը, ով միշտ քաջալերում էր Գևորգին, այս անգամ մտահոգ էր։ Գևորգ որդիս, ասաց նա հաջորդ հանդիպման ժամանակ, քո հավատքը մեծ է, բայց միգուցե պետք է լինել խորագետ, ինչպես օձերը, եւ միամիտ, ինչպես աղավնիները։ Միգուցե Լևոնը ինչ-որ չափով ճիշտ է, պետք է պաշտպանել քո բարի անունը, գուցե պետք է դիմել դատարան զրպարտության համար, հավատքը չի բացառում մարդկային իմաստությունը։ Քահանայի խոսքերը ավելի խորացրին Գևորգի կասկածները, նա զգում էր, որ հայտնվել է հոգևոր փակուղում։ Քրիստոսի խորհուրդը, որն այնքան պարզ ու հստակ էր թվում ավետարանի էջերում, իրական կյանքում վերածվել էր անլուծելի հավասարման։ Ինչպես կարելի է միաժամանակ ներել թշնամում եւ պաշտպանել սեփական պատիվը, որտեղ է անցնում սահմանը սրբազան խոնարհության եւ մարդկային արժանապատվությունը կորցնելու միջև։ Նա զգում էր, որ Քրիստոսի խոսքերի մակերեսային ընկալումն այլևս բավարար չէ։ Պետք էր ավելի խորը սուզվել, հասկանալ ոչ թե տառը, այլ ոգին։ Բայց ինչպես։ Նա զգում էր, որ միայնակ չի կարող գտնել այդ պատասխանը։ Հոգևոր փակուղուց եւ հանրային նվաստացումից ջախջախված Գևորգը զգում էր, որ իր հավատքի վերջին թելերն էլ կտրվում են։ Նա այլևս չէր կարողանում աղոթել։ Բառերը կոկորթում էին խցանվում, իսկ երկինքը թվում էր պղնձե ու խուլ։ Մի առավոտ, առանց որևէ մեկին զգուշացնելու, նա դուրս եկավ տնից եւ ոտքով ուղևորվեց դեպի լեռները, դեպի մի հին կիսավեր վանք, որի մասին պատմում էր պապը։ Ասում էին, այնտեղ օդն անգամ բուժիչ է։ Նա չէր գնում այնտեղ պատասխաններ փնտրելու կամ աղոթելու, նա գնում էր պարզապես փախչելու համար, մարդկանցից, խնդիրներից, նույնիսկ Աստծուց, ով կարծես լքել էր իրեն։ Վանքը գտնվում էր բարձր ժայռի վրա, քամիների ու արծիվների թագավորությունում։ Այնտեղ ապրում էր ընդամենը մեկ վանական, հայր Սիմեոնը, մի ծերունի, ում դեմքը նման էր չորացած հողի, կնճիռների խորը ակոսներով, բայց ում աչքերում դեռ մանկան պարզություն կար։ Գևորգը չբացատրեց, թե ով է եւ ինչու է եկել։ Հայր Սիմեոնն էլ ոչինչ չհարցրեց, նա պարզապես կիսեց իր սուխ սնունդը, հացն ու պանիրը եւ ցույց տվեց մի փոքրիկ խուց, որտեղ Գևորգը կարող էր գիշերել։ Գևորգն օրեր շարունակ ոչինչ չէր անում, նա պարզապես նստում էր վանքի բակում, քարի պես անշարժ եւ նայում հեռվում փռված ձորին։ Նրա միտքը դատարկ էր, հոգին քարացած։ Նա դիտում էր, թե ինչպես է հայր Սիմեոնն ամեն օր համբերատարությամբ աշխատում։ Մաքրում է վանքի փլատակները, քարը քարի վրա դնում, փորձելով վերականգնել ավերված պատերից մեկը։ Նրա շարժումները դանդաղ էին, բայց վստահ։ Մի օր վանքի մոտով անցնող հովվի տղան, չարաճճիություն անելով, քար նետեց վանքի բակում պառկած թափառող շան ուղությամբ։ Քարը սակայն վրիպեց եւ դիպավ հայր Սիմեոնի կառուցած պատի նոր շարվածքին, տեղահան անելով մի քանի քար։ Տղան վախեցած փախավ։ Գևորգը սպասում էր, որ ծերունին կզայրանա, կգոռա, գուցե քարը հետ կնետի տղայի հետևից։ Բայց հայր Սիմեոնը միայն խորը հոգոց հանեց, հանգիստ մոտեցավ, վերցրեց գետնին ընկած քարը, որը նետել էր տղան, եւ ոչ թե դեն նետեց այն, այլ զգուշությամբ դրեց իր կառուցած պատի հիմքում, ամրացնելով այն կրով ու ավազով։ Այդ պահին Գևորգի ներսում ինչ-որ բան տեղաշարժվեց։ Նա տեսավ ոչ թե պարզապես մի գործողություն, այլ մի ամբողջ փիլիսոփայություն։ Նա հանկարծ հասկացավ մի բան, որն անգամ պարզ էր, բայց մինչ այդ թաքնված էր իր աչքից։ Նա վեր թռավ տեղից եւ վազեց դեպի ծերունին։ Հայր Սուրբ, ինչու դուք այդ քարը դեն չնետեցիք։ Այդ քարը չարության քար էր, այն եկել էր քանդելու։ Հայր Սիմեոնը շրջվեց եւ իր խաղաղ աչքերով նայեց Գևորգին։
Որդիս, քարը քար է, այն ոչ բարի է, ոչ էլ չար։ Չարությունը մարդու ձեռքի մեջ է, որը նետում է այն։ Ես կարող էի այն հետ նետել և բազմապատկել չարությունը, կարող էի դեն նետել և թույլ տալ, որ չարությունը հաղթի։ Բայց ես ընտրեցի երրորդ ճանապարհը։ Ես վերցրի այն էներգիան, որը ուղղված էր քանդելուն և օգտագործեցի այն արարելու համար։ Այժմ այս քարը, որը եկել էր ավերելու, կծառայի որպես հիմք այս սուրբ պատի համար։ Գևորգի շունչը կտրվեց, կարծես կայծակը խփեր նրա ուղեղին։ Սիրիր թշնամուդ։ Հանկարծ այս խոսքերը բոլորովին նոր իմաստ ստացան։ Սա չի նշանակում անգործություն, չի նշանակում հանդուրժել չարը, չի նշանակում թույլ տալ, որ քեզ ոտնատակ անեն։ Սա նշանակում է լինել հոգևոր ալքիմիկոս։ Սա նշանակում է վերցնել քո դեմ ուղղված չարության, ատելության, զրպարտության սև էներգիան և այն վերափոխել բարու, ստեղծագործության, սիրո լուսավոր էներգիայի։ Տիգրանի յուրաքանչյուր հարված, յուրաքանչյուր վիրավորանք, յուրաքանչյուր սուտ քարեր էին, որոնք նա նետում էր Գևորգի վրա, նրան ոչնչացնելու համար։ Իսկ Գևորգն ինչ էր անում։ Նա փորձում էր այդ քարերից պաշտպանվել, կամ էլ ավելի վատ, փորձում էր դրանք հետ նետել։ Իսկ Քրիստոսն առաջարտում էր բոլորովին այլ բան։ Նա ասում էր. հավաքիր այդ քարերը, որոնք քո թշնամին նետում է քո վրա, և դրանցով քո կյանքի տաճարը կառուցիր։ Օգտագործիր նրա ատելությունը որպես վառելիք քո սիրո համար։ Օգտագործիր նրա սուտը որպես հիմք քո ճշմարտության համար։ Դա էր երկրորդ մղոնի իրական իմաստը։ Դա էր մյուս թուշը դարձնելու աստվածային ռազմավարությունը։ Դու չես պարտվում, դու փոխում ես խաղի կանոնները։ Դու չարի էներգիան վերցնում ես նրա ձեռքից և օգտագործում ի շահ քեզ և իբարս Աստծո։ Գևորգը նայեց իր ձեռքերին, խաչքարագործի կոշտացած աշխատավոր ձեռքերին։ Նա ամբողջ կյանքում քարերից աղոթք էր կերտում։ Իսկ հիմա պետք է սովորեր չարությունից բարություն կերտել։ Նա հասկացավ, որ մինչ այս պահը նա Քրիստոսի խորհուրդը հասկանում էր մակերեսորեն, բառացի, իսկ հիմա նրա առջև բացվել էր դրա անսահման խորությունը։ Նա այլևս չէր զգում իրեն զոհ։ Նա զինվոր էր, զինված ամենահզոր զենքով, որը գոյություն ունի տիեզերքում։ Նա շրջվեց դեպի հայր Սիմեոնը և առաջին անգամ երկար օրերի մեջ նրա դեմքին ժպիտ հայտնվեց։ Շնորհակալ եմ Հայր Սուրբ, կարծում եմ ես գտա այն, ինչ փնտրում էի։ Նա գիտեր, որ վերադառնալով քաղաք, նրան սպասում են նույն թշնամին, նույն խնդիրները։ Բայց այժմ նա այլևս նույն Գևորգը չէր։ Նա վերադառնում էր ոչ թե պարտվելու, այլ կառուցելու։ Գևորգը վանքից վերադարձավ բոլորովին այլ մարդ։ Նրա հայացքում այլևս չկար զոհի տառապանքը, այլ կար զինվորի վճռականություն, ով գտել է իր անպարտելի զենքը։ Նրա քայլվածքը դարձել էր ամուր, իսկ դեմքին խաղաղություն էր իջել, որը շփոթեցնում էր նրան ճանաչողներին։ Նա այլևս չէր խուսափում մարդկանց հայացքներից, այլ ընդհակառակը ուղիղ նայում էր նրանց աչքերի մեջ, առանց զայրույթի կամ վիրավորանքի, այլ խորը կարեկցանքով։ Առաջին բանը, որ նա արեց, իր ընտանիքին հավաքելն էր՝ Անահիտին, մորը, տիկին Վարդուհուն և եղբորը Լևոնին։ Սենյակում տիրող լարված լռությունը կարելի էր դանակով կտրել։ Բոլորը սպասում էին, թե ինչ է նա ասելու։ Գուցե որոշել է վերջապես հանձնվել, կամ ընդհակառակը դիմել ծայրահեղ քայլերի։ Գևորգը հանգիստ նայեց յուրաքանչյուրին և ասաց խոսքեր, որոնք սկզբում բոլորին շոկի մեջ գցեցին։ Ես որոշել եմ, թե ինչ ենք մենք անելու, սկսեց նա։ Տիգրանը մեզանից ուզում է այս հողը, որպեսի իր համար պալատ կառուցի։ Շատ լավ, մենք նրան կօգնենք։ Մենք կվերցնենք նրա չարությունը, նրա ատելությունը, նրա զրպարտությունը, բոլոր այն քարերը, որոնք նետում է մեր վրա, և դրանցով կկառուցենք ոչ թե մեր պատը, այլ Աստծո տունը։ Հենց մեր արհեստանոցի կողքին, այն փոքրիկ հողակտորի վրա, որը դեռ մերն է, կա մի հին քանդված մատուռի հիմք։ Մենք այն վերականգնելու ենք, անվճար, մեր սեփական ուժերով։ Մենք նրա շահի թագավորության կենտրոնում կկանգնեցնենք աղոթքի մի փոքրիկ ամրոց։ Սենյակում մի քանի վայրկյան մեռյալ լռություն տիրեց։ Առաջինը ձայն տվեց Լևոնը։ Դու խելագարվել ես, կակաձեց նա։ Սա արդեն նույնիսկ հնազանդություն չէ, սա ինքնասպանություն է։ Դու ուզում ես նրա քթի տակ եկեղեցի կառուցել։ Նա մեզ հողին կհավասարեցնի, սա նրան ավելի կբորբոքի, սա յուղ լցնել է կրակի վրա։ Տիկին Վարդուհին լուր խաչակնքում էր, վախեցած նայելով որդուն։ Նա չէր հասկանում, սա աստվածային հայտնությունն է, թե տառապանքից խելքը թռցրած մարդու զառանցանք։ Բայց հետո խոսեց Անահիտը։ Նա ամբողջ ընթացքում լուր նայում էր ամուսնու աչքերին։ Նա տեսնում էր այնտեղ ոչ թե խելագարություն, այլ մի լույս, որը վաղուց չէր տեսել։
Նա տեսնում էր հավատքի ուժը, որը կարող է լեռներ շարժել։ Նա մոտեցավ Գևորգին, վերցրեց նրա ձեռքը և ամուր սեղմեց։ «Ես քեզ հետ եմ», հանգիստ, բայց վստահ ասաց նա, «եթե Աստված մեզ հետ է, ով կարող է մեզ դեմ լինել»։ Անահիտի այս խոսքերը շրջադարձային եղան։ Նրա հավատքը դարձավ այն կամուրջը, որը միացրեց Գևորգի տեսիլքը իրականությանը։ Հաջորդ օրը Գևորգը գնաց Տեր Հովհաննեսի մոտ, պատմելու իր որոշման մասին։ Քահանան ուշադիր լսեց, նրա դեմքը լուսավորվեց։ «Աստված օրհնի քեզ, որդիս», ասաց նա հուզված, «դու հասկացել ես Քրիստոսի խորհրդի ամենախորը իմաստը, դու գտել ես այն բանալին, որը բացում է հոգևոր հաղթանակի դռները։ Սա հենց այն է, ինչի մասին խոսում էին մեր եկեղեցու սուրբ հայրերը՝ չարին բարով հաղթելը։ Բայց իմացիր, որ ճանապարհը դժվար է լինելու։ Շատերը քեզ չեն հասկանա, քեզ կհամարեն հիմար, երազող։ Բայց դու մի վհատվիր, ես քո կողքին եմ, եկեղեցին քո կողքին է»։ Տեր Հովհաննեսի օրհնությունը Գևորգին նոր ուժ տվեց։ Նա հասկացավ, որ այլևս մենակ չէ։ Նրա փոքրիկ ընտանիքը և եկեղեցին դարձան նրա բանակը։ Նույնիսկ Սարգիսը, ով սկզբում կասկածանքով էր վերաբերվում վարպետի գաղափարին, տեսնելով Գևորգի անսասան վճռականությունը, ոգևորվեց։ «Վարպետ, եթե մենք եկեղեցի ենք կառուցում, ուրեմն դրա խաչքարն իմ ձեռքով պիտի կերտեմ», ասաց նա, աչքերը փայլելով։ Սակայն համայնքի արձագանքը միանշանակ չէր։ Երբ լուրը տարածվեց, մարդիկ բաժանվեցին երկու մասի։ Ոմանք, հատկապես ավագ սերնդի ներկայացուցիչները, ովքեր տեսել էին և խորհրդային աթեիզմը, և հավատքի վերածնունդը, հիացած էին Գևորգի քայլով։ «Այս տղան մեր պապերի հավատքն ունի», ասում էր թաղամասի ամենատարեց բնակիչը, Պապի Արշակը։ Նա հիշեցրեց մեզ, որ մեր զենքը ոչ թե սուրն է, այլ խաչը։ Բայց կային նաև շատերը, ովքեր Լևոնի նման սա համարում էին անխոհեմություն։ «Սա Տիգրանի հետ խաղ անել չէ», ասում էին նրանք։ «Նա սա կընդունի որպես անձնական վիրավորանք և ավելի կդաժանանա։ Գևորգը ոչ միայն իրեն, այլև մեզ բոլորիս է վտանգի տակ դնում»։ Այսպիսով Գևորգի որոշումը դարձավ մի տեսակ ջրբաժան, բացահայտելով մարդկանց իրական էությունը, նրանց հավատքի խորությունը կամ մակերեսայնությունը։ Նա ձեռք բերեց նոր, անսպասելի դաշնակիցներ, բայց նաև տեսավ, թե ինչպես են երեկվա բարեկամները վախից ու կասկածից հեռանում իրենից։ Պայքարը տեղափոխվում էր նոր փուլ, որտեղ բախվելու էին ոչ միայն Գևորգն ու Տիգրանը, այլև երկու աշխարհայացքներ՝ մարդկային խոհեմության և աստվածային անխոհեմության։ Հաջորդ երկուշաբթի առավոտյան Գևորգը, Անահիտը, Սարգիսը և թաղամասի երկու ծերունիներ, Պապի Արշակն ու իր ընկերը վարպետ Մկրտիչը դուրս եկան ավերված մատուռի տարածք։ Նրանք իրենց հետ բերել էին բահեր, քլունգներ և սայլակներ։ Նրանք սկսեցին իրենց անհավանական թվացող գործը՝ մաքրել տարածքը քարերից, աղբից և տարիների ընթացքում կուտակված տիղմից։ Դա ծանր, տաժանելի աշխատանք էր, բայց նրանց դեմքին հոգնություն չկար, այլ կար լուռ վճռականություն։ Նրանք չէին խոսում, նրանց փոխարեն խոսում էր նրանց աշխատանքը։ Յուրաքանչյուր մաքրված քար, յուրաքանչյուր հեռացված թուփ մի փոքրիկ հաղթանակ էր մոռացության և անտարբերության դեմ։ Նրանք հիմք էին նախապատրաստում ոչ միայն շենքի, այլև հույսի համար։ Կեսօրին մոտ, երբ արևն արդեն սկսել էր անխնատապակել, հորիզոնում հայտնվեցին 3 սև ջիպեր։ Դրանք կանգ առան շինհրապարակի մոտ, և մեքենաներից իջան Տիգրանն ու իր թիկնապահները։ Տիգրանը մոտեցավ և մի պահ լուռ, անհավատ հայացքով նայեց Գևորգին և նրա փոքրիկ ջոկատին։ Նրա դեմքին զարմանքը փոխարինվեց ծաղրական ժպիտով։ «Ինչ է սա, Գևորգ», հարցրեց նա բարձրաձայն, որ բոլորը լսեն։ «Որոշել ես հնագիտական պեղումներ անել, թե մտածում ես, որ այս քարակույտի տակ ոսկի է թաքնված»։ Գևորգը առանց աշխատանքը կիսած թողնելու հանգիստ պատասխանեց. «Մենք այստեղ ոսկուց ավելի թանկ բան ենք փնտրում, պարոն Տիգրան, մենք մեր կորցրած աղոթքն ենք փնտրում»։ Տիգրանը բարձրաձայն ծիծաղեց. «Աղոթք, այս աղբի մեջ դու իսկապես խելագարվել ես»։ Նա շրջվեց դեպի իր մարդիկ. «Տղերք, միացրեք երաժշտությունը, թող մեր աշխատավորները մի քիչ ուրախանան»։ Ջիպերից սկսեց հնչել ականջ ծակող բարձր երաժշտություն, որը նախատեսված էր խանգարելու և նյարդայնացնելու համար։ Բայց Գևորգն ու մյուսները կարծես չէին լսում, նրանք շարունակում էին աշխատել նույն հանգիստ ու կենտրոնացված ռիթմով։ Տեսնելով, որ հոգեբանական ճնշումը չի օգնում, Տիգրանն անցավ հաջորդ քայլին։ Նրա մարդիկ սկսեցին իրենց շինարարական աղբը բերել և թափել հենց մատուռի տարածքի կողքին, ստեղծելով գարշահոտ աղբակույտ։ Քամին այդ հոտը բերում էր ուղիղ աշխատողների վրա։ Նրանք սկսեցին բարձրաձայն վիրավորանքներ հնչեցնել, ծաղրելով նրանց տարիքը, հավատքը, աշխատանքը։ Յուրաքանչյուր վիրավորանք, յուրաքանչյուր ծաղր մի նոր քար էր, որը նետվում էր նրանց վրա։
Բայց Գևորգը հիշում էր հայր Սիմեոնի դասը։ Յուրաքանչյուր վիրավորանքից հետո նա ոչ թե պատասխանում էր, այլ վերցնում էր մաքրած քարերից մեկը և դնում ապագա պատի հիմքում։ Նրա շարժումները դարձել էին պատասխան։ Նրա լռությունը ավելի բարձր էր հնչում, քան Տիգրանի մարդկանց գոռգոռոցները։ Նա չարության էներգիան վերածում էր արարման։ Այս տեսարանը աննկատ չմնաց։ Թաղամասի բնակիչները, ովքեր մինչ այդ վախեցած հետևում էին պատուհաններից, սկսեցին դուրս գալ իրենց տներից։ Սկզբում նրանք հեռվից էին նայում, բայց հետո, տեսնելով Գևորգի անսասան հանգստությունը և Տիգրանի մարդկանց անզոր կատաղությունը, նրանց մեջ ինչ-որ բան փոխվեց։ Առաջինը մոտեցավ այն նույն Սոնան, ով շուկայում մերժել էր տիկին Վարդուհուն։ Նա ձեռքին մի դույլ ջուր էր բերել։ Առանց որևէ բառ ասելու, նա մոտեցավ Գևորգին և բաժակով ջուր մեկնեց։ Այդ պահին նրա աչքերում ամոթ կար և հիացմունք։ Այդ քայլը վարակիչ եղավ։ Մի քանի րոպե անց մեկ ուրիշը հաց բերեց, երրորդը պանիր, իսկ հետո տեղի ունեցավ ամենաանսպասելին։ Լևոնը, ով մինչ այդ իրենց պատշգամբից զայրացած հետևում էր իրադարձություններին, հանկարծ իջավ ներքև։ Նա մոտեցավ ոչ թե եղբորը, այլ Տիգրանին։ «Պարոն Տիգրան», ասաց նա հստակ և բարձր, «ձեր գործողությունները հակասում են միանգամից մի քանի օրենքների՝ հասարակական կարգի խախտում, ապօրինի աղբավայրի ստեղծում, անձնական վիրավորանքի։ Ես խորհուրդ կտայի ձեզ դադարեցնել այս ամենը, հակառակ դեպքում ես ստիպված կլինեմ դիմել համապատասխան մարմիններին»։ Տիգրանը քմծիծաղ տվեց, բայց Լևոնի հայացքում այնպիսի սառը վճռականություն կար, որ նա հասկացավ երիտասարդը չի կատակում։ Հակամարտությունը դառնում էր հրապարակային, և դա Տիգրանի պլանների մեջ չէր մտնում։ Նա չարացած նստեց մեքենան և հեռացավ, իր մարդկանց հետ տանելով նաև երաժշտությունն ու աղբը։ Այդ օրը փոքրիկ շինհրապարակում առաջին հաղթանակը տարվեց, և այդ հաղթանակը ձեռք բերվեց ոչ թե ուժով, այլ հոգու ամրությամբ։ Մարդիկ տեսան, որ Քրիստոսի խորհուրդը ոչ թե թուլություն է, այլ աներևակայելի ուժ։ Մատուռի պատերը օրեցօր բարձրանում էին, ոչ թե պարզապես քարից ու շաղախից, այլ համայնքի միասնությունից ու հավատքից։ Գևորգի սկսած գործը դարձել էր ողջ թաղամասի սրբազան պարտականությունը։ Ամեն օր ավելի շատ մարդիկ էին միանում, ով դույլով ջուր էր բերում, ով մի պարկ ցեմենտ, ով պարզապես իր ներկայությամբ ու բարի խոսքով էր քաջալերում։ Տիգրանը մի քանի անգամ փորձել էր խանգարել, ուղարկելով քաղաքապետարանի ստուգողներին, բայց այժմ նրա դեմ կանգնած էր ոչ թե մեկ մարդ, այլ մի ամբողջ համայնք, որը սովորել էր պաշտպանել իրենը։ Զգալով, որ վերահսկողությունը կորցնում է և իր հեղինակությունը սկսում է տուժել, Տիգրանը որոշեց դիմել վերջին, վճռական քայլին։ Մի առավոտ, երբ շինարարությունն ընթանում էր ամենաթեժ պահին, նրա սև գիպը կայծակնային արագությամբ մոտեցավ և կտրուկ արգելակեց հենց մատուռի մուտքի առաջ։ Տիգրանը դուրս թռավ մեքենայից։ Նրա դեմքը զայրույթից աղավաղվել էր, աչքերը կրակ էին թափում։ Շինհրապարակում լռություն տիրեց, բոլորը սառել էին տեղում, սպասելով պայթյունի։ Նա ուղիղ քայլեց դեպի Գևորգը, ով այդ պահին պատի վրա քար էր դնում։ Բոլորի շունչը կտրվել էր, սա վերջն էր։ Գևորգը սակայն չշարժվեց տեղից։ Նա դանդաղ իջավ պատից, սրբեց ձեռքերը և հանգիստ կանգնեց Տիգրանի դիմաց։ Նա նայում էր ոչ թե զայրացած գործարարին, այլ նրա աչքերի խորքում թաքնված տառապող մարդուն։ «Ես գիտեմ, որ դուք ծնվել եք այս թաղամասում, պարոն Տիգրան», ասաց Գևորգը հանգիստ ու պարզ ձայնով, որը լսվում էր տիրող լռության մեջ։ «Ես խոսեցի ծերերի հետ։ Նրանք հիշում են ձեր ծնողներին, Հակոբին և Սաթենիկին։ Ասում են շատ բարի մարդիկ էին, միշտ օգնում էին հարևաններին»։ Գևորգը ձեռքը մեկնեց և վերցրեց մի փոքրիկ գեղեցիկ մշակված քար։ «Այս մատուռը մենք կառուցում ենք ի հիշատակ բոլոր նրանց, ովքեր այստեղ ապրել և աղոթել են, նաև ձեր ծնողների հիշատակին»։ Նա քարը մեկնեց Տիգրանին։ «Եթե կուզեք, դուք դրեք այս քարը պատի մեջ, իբրև ձեր զավակային հարգանքի տուրքը»։ Այդ պահին տեղի ունեցավ անհավանականը։ Տիգրանի դեմքի պողպատե դիմակը ճաք տվեց։ Նրա աչքերում միակնթարթ երևաց ոչ թե կատաղություն, այլ ցավ, կարոտ, գուցեև ամոթ։ Նա նայեց քարին, հետո Գևորգի պարզ ու անկեղծ դեմքին։ Նա տեսավ ոչ թե թշնամի, այլ մարդ, ով իրեն հասկացել էր ավելի լավ, քան ինքն իրեն։ Նրա ամբողջ չարությունը, որը տարիներ շարունակ կուտակվել էր սրտում, բախվեց ներողամտության և սիրո անսպասելի պատին և փշուր-փշուր եղավ։ Նա չվերցրեց քարը, նա ոչինչ չասաց։ Նա պարզապես կտրուկ շրջվեց, նստեց իր մեքենան և հեռացավ,
թողնելով հետևում ապշած լռություն և մի փոքրիկ քար, որը դարձավ անսպասելի հաղթանակի խորհրդանիշը։ Մի քանի ամիս անց մատուռն արդեն ավարտված էր։ Նրա փոքրիկ գմբեթը հպարտորեն վեր էր խոյանում նորակառույց շենքերի կողքին, հիշեցնելով, որ հոգին ավելի ուժեղ է քարից։ Գևորգի արհեստանոցը լի էր պատվերներով։ Նրա համբավը տարածվել էր ողջ Հայաստանով մեկ, ոչ միայն որպես տաղանդավոր վարպետի, այլև որպես անկոտրում ոգու տեր մարդու։ Բայց ամենամեծ փոփոխությունը տեղի էր ունեցել իր ընտանիքում։ Մի օր, երբ Գևորգն աշխատում էր արհեստանոցում, նրա կողքին լուռ, բայց ջանասիրաբար աշխատում էր Լևոնը։ Նա իրավաբանականն ավարտելուց հետո չէր գնացել փայլուն գրասենյակ, այլ եկել էր եղբոր մոտ սովորելու քարի հետ խոսելու արվեստը։ Նրանց միջև խոսքեր պետք չէին։ Մուրճի ու հատիչի յուրաքանչյուր համահունչ հարվածի մեջ կար և ներողություն, և հարգանք, և ընտանեկան սիրով վերագտնված ուժը։ Տիգրանն այլևս չհայտնվեց։ Բայց մի օր, երբ Տեր Հովհաննեսը մատուռում պատարագ էր մատուցում, նա նկատեց, որ հետևի շարքերում մի մարդ է կանգնած, գլուխը կախ, ով աննկատ մոմ վառեց և նույնքան աննկատ հեռացավ։ Քահանան ճանաչեց նրան, բայց ոչինչ չասաց։ Նա գիտեր, որ բարու սերմը, նույնիսկ քարքարոտ հողում ընկնելով, մի օր կարող է ծլարձակել։ Սիրելի եղբայրներ և քույրեր, այս պատմությունը մեզ սովորեցնում է մի պարզ, բայց հզոր ճշմարտություն։ Քրիստոսի խորհուրդը՝ սիրեցեք ձեր թշնամիներին, թուլության կոչ չէ, այլ աստվածային ռազմավարություն։ Այն մեզ սովորեցնում է չարի քանդիչ ուժը վերածել բարու արարիչ զորության։ Այն ցույց է տալիս, որ ամենամեծ հաղթանակները տարվում են ոչ թե բռունցքով, այլ բաց սրտով։ Յուրաքանչյուրս մեր կյանքում ունենք մեր տիգրաններին, մեր փորձությունները, մեր անարդարությունները։ Հարցն այն է, թե ինչ ենք մենք անում այն քարերի հետ, որոնք կյանքը նետում է մեր վրա։ Կիսվեք մեկնաբանություններում, թե դուք ինչպես կկիրառեիք Հիսուսի այս խորհուրդը ձեր սեփական կյանքում։ Ինչպես կարող ենք մենք միասին սովորել վերցնել մեր դեմ ուղղված չարությունը և դրանով կառուցել մեր հոգու տաճարները։ Թող Աստծո խաղաղությունը լինի բոլորիս հետ։ Ամեն։